ով կկարողանա առավելություն ստանալ, դուրս են գալիս թիմերը։ Ազգեն Սարգսյանի անվան, հանրապետական մարզադաշտի կանաչ խոտացած, համար 3 Ուեդեր Սիլվա, համար 5 Էնրիկո Պեպե, համար 4 Ուալիդ Էլ-Հասնի և համար 11 Խուան Կարլոս Կորբալան։ Կիսապաշտպանությունում համար 8 Ուլիսես Սարիաս, համար 33 Դոմանտա Շիմկուս, համար 25 Ժոզեֆ Մինալա և համար 6 Նիկոլայ Մուսկատ, Ֆիլիպե Ալմեյդա, համար 79 Սերգի Վակուլենկո, եզրերով Միխայել Կովալենկո, համար 15 Ձախիցը, աչից Արտակ Դաշյան, համար 9։ Կիսապաշտպանությունում մի փոքր արագ տեղի ունեցան իրադարձություններ, այ հիմա արդեն կա հանդիպան մեկնարկը և մեր թիմը սկսեց խաղը դաշտի կենտրոնից Զիադ Ստամովիչ Լակով Կայնորկյուս խանցում առել դեպի Պիկիսը Պիկիս մտավ Տուգանային հրապարակ Պիկիս և անկյունային պետք է որ լինի սաշրջանի մեկնարկից առաջ վերադարձավ Պյունիկ այստեղ խաղից դուրս վիճակ միգուցե և կար Պիկիս Եվ կարմիր պետք է լինի, եթե խաղից դուրս վիճակ չկար Մաֆումբի ու կարմիր, այո Քրիստոֆեր Մաֆումբին հեռացվում է խաղադաշտից Նախմատկերը և այո սխալ էր դարպասապահը, բայց մեծ հետաքրքիր է արդյոք չկար խաղից դուրս վիճակ Ինչով է, չի հետաքրքիր կա Սուլիչը Արված Եվ հետ բղեց պատը, եվս մեկ վտանգավոր պահ Կովալենկո, հարվածել է պետ Կովալենկո Անմիջապես չհարվածել Խաղից դուրս վիճակի մասի խոսք չկար անգամ այստեղ կարող էր և հարվածել պարկեցրեց դարպասապային, բայց Ռաբո ամեն դեպքում չփորձեց հարվածել, չնայած 1-2 անգամ հարմար պահ փնտրեց, Ալմեյդա հալափոխանցում է Հարությունյան, պտտվեց Այ հիմա կա հարվածը և այդ հարվածը դիպուկ չէր Դարձյալ Դաշյան Կուլիկով Մտավ Տուգանային հրապարակ և հարվածեց Դանի Կուլիկովը, բայց մի փոքր շեղ ստացվեց նրա հարվածը Դոդո Արսաշլոկը փորձում է համարձակ խաղալ և Էնդրի Ավակյան Զուգահեռաբար շարունակում է Ալաշկերտը մսխել իր հնարավորությունները Հեղափոխություն ձախ եզր Կովալենկո Հարված է հետևում և Արպասապահը վերցրեց Չկան դիպուկ հարվածներ, շատ քիչ են Դանի Կուլիկով Խանցում դեպի Հարությունյանը Հարվածում է Հարությունյանը և նորից դիպուկ չէր Գրեն արդեն 10 ֆուտբոլիստով են խաղում Կուլիկով Վտանգավոր է և հաշիվը բացել չի ստացվում Պեշտել, որ Պյունիկն էլ առանձնապես չի սեղմում մրցանցի Բայց այս դրվագում իհարկե Արպասապահը փրկեց Պիկիսը գնդակին չհասավ Չեն վախենում Մարսաշլոկի խաղացողները բարդ իրավիճակներում գնդակ խաղարկելուց Հիմա տեսեք մեր Տուգանային հրապարակում ինչ է տեղի ունենում շատ վտանգավոր էր փոխարինման դուրս եկած Սմիյանան Գրիֆիթը խաղացել է հովանդական ազատալկարի երիտասարդական թիմում Բավականին վտանգավոր էր, խաղացել է նաև Ֆորտունա Սիտարդում 23-24 մրցաշրջանում Էրեդիվիզիոն 12 խաղ անցկացրել և 1 գոլ է խփել Մեջոսլավ Աֆյանի արված և Դարպասապահի պայլուն խաղը Չկա խախտում ու նորից վտանգավոր ակագրով Միանան ներվում է առաջ, ձախից միացում ունի Մարսաշլոկը ուշադիր է պետք լինել
Եվ հարվածում Յանան ու Էնրի Ավակյան։ Մանած դրան այսօր խաղում է քանակական առավելությամբ Կովալենկո եւ շեղը հարվածում Միխայել Կովալենկո։ Իսկ հիմա Փյունիկը տարածություն ունի եւ կարող է հակագրել, տեսնենք թե ինչպես կաշխատի։ Այս իրավիճակում արդեն Երևանյան թիմը լավ փոխանցում էր, լավ էր տեսել Վիաչեսլավ Աֆյանը պիկիսին, բայց ավելի մոտենալ մրցակցի դարպասին։ Աֆյան փոխանցում եւ եթե չլիներ այստեղ Մալաքյան, փափուկ փոխանցում Արված, բայց Աֆյանի արվածը դիպուկ չէ։ Հիմա այդ ինֆորմացիան ճշտ է, Մալաքյան կրնկով փորձեց խաղալ։ Հովանեսյան խլեց գնդակը, լավ փոխանցում է, Յասան է 11 մետրանոց, Զուգերը բանալաշ կրտել, հավասարեցնում է աշիվը, այն քեզ վարկյաններ, այն քեզ ֆենոմենալ իրավիճակ, 121-րդ րոպեին, այո, այստեղ 11 մետրանոց, 121-րդ րոպեին անդրադարձով 11 մետրանոցին, Կասուլիչը, Գուլիկով, Արված ու գոլ, բացվում է մեզ մոտ հանդիպման աշիվը և Փյունիկը այս խաղում ևս իր բարձր կարգն ապացուցում է, սա գոլ էր, որին կարելի ասել երկար էինք սպասել, ինչու, որովհետև այս թիմին պետք էր հաղթել նախ սեփական հանդիպանք, հետո մրցակիցը 10 հոգով էր, հետո ռեյտինգային միավորների տեսանկյունից և իհարկե սեփական արկիտակ ամենակարևոր գործում է սեփական երկրպագուների աչքերի առջև պետք էր այս գոլ ու ակնհայտ էր, որ Փյունիկը զրա ամբողջ 25 ոտքով է կեսվում Ես ասացավար աներևակայելի էմոցիոնալ հանդիպում է զուգահեռաբար Մալաքյան, Արված և պրկում է դարպասապահը 4-ական արվածից հետո 3-3, 2 րոպե, այո, շատ ճիշտ հեռնանդացի մրցանակավորը 2 րոպե ավելացնում իրական ժամանակին Դաշյան, շատ է արվածել վերջին փորձը այս խաղում Էրվից և շեղը տեսնում ենք Էդգար Մալաքյանի արված պատկերը և դարպասապահ Դաշյան Խանցում աչ, Աֆյան, մտավ տուգանային հրապարակ, Յասան է, ինքը սկսել էր ինքն էլ որոշեց ավարտել ու վերջ, ավարտված է հանդիպումը, Փյունիկը խաղում հաղթում է 1-0 հաշվով, իսկ դիմակայությունում 4-0 հաշվով դուրս է գալիս որակավորման երկրորդ փուլ, շնորհակալություն առաջին ալիքին հանդիպման հեռարձակումը կազմակերպելու համար